Բարոյական մի քանի թեմաների կանդրադառնանք, բայց երևի սկսենք հենց այս հարցից, պարոն Թևանյանի 2 ամսով կալանավորեցին, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, ասացիք ավելի հստակ խոսենք, հա, 2 պատճառ, 2 վարկած, ինչի մասին է խոսքը։ Տեսեք, ուրեմն մեղադրականը, ինչ որ դուք տեսել եք հրապարակային, դրանից դուրս որևէ լուրջ մակարդակի բան գոյություն չունի։ Այսինքն մեղադրականի առարկան մենք չենք հասկանում թե որն է, հարգելի ժողովուրդ։ Այսինքն իրանք ասում են դավաճանություն, բան եւ այլն, բայց սովորաբար որոշակի մատ առարկա է լինում, որի հիման վրա արդեն կառուցում է այդ ամեն ինչը։ Իրանք չեն ասում։ Դատախազությունը բերում է այդ իր վարկածը, բայց չկա առարկան։ Դատարանը քննեց առանց իմանալու թե որն է առարկան։ Վերևից ասել են, որ դա պետական գաղտնիք է։ Քննչական մարմինը ներկայացնում է այս մեղադրանքը առանց առարկայի, ասում են դա առարկան մենք չենք կարող բացել, որտեղ դա պետական գաղտնիք է։ Մեծ հաշվով սա շատ նման է ստալինյան ռեժիմի, ստալինյան ժամանակների այն տրոյկաների ժամանակ, երբ որ մարդկանց մեղադրում էին առանց որևէ լուրջ մակարդակի մեղադրական ինչ-որ բացի, դա պարզ սենց բան ես կարծում եմ, որ մեր երկրի պատմության ընթացքում չի եղել, որովհետև առարկան չկա։ Այսինքն այս մարդկանց գլխավոր նպատակը պարզապես կասեցնելն էր Անդրանիկ Թևանյանի քարոզարշավը, ուրիշ տարբերակ չկար, որովհետև իրանք չէին կարող մանան եկել ինչ-որ իմ կարծիքով մանան եկել տարբեր ինչ-որ բաներ որպեսզի տեսնել են, ոչ մի բան հնարավոր չի, պարզապես հորինել են այդ ամենը, ըստ էության գործող վարչապետը հայտարարեց նախապես դրա մասին, հետո մի օր անցավ, հետո իր ցուցումով փաստացի ԱԱԾ-ն ներկայացրեց քննչականին, քննչականն էլ այդ բանը դակեց այդ որոշումը, բերեցին բանը ԿՀ-ն այսպես է համաձայնություն տվեց եւ դատարանը որոշում է։ Սա 37 թվականի տրոյկա, այսպես ասած տրոյկաների ամբողջ մոդելն է աշխատում։ Այն ժամանակ էլ տրոյկան կար ՆԿՎԴ-ից մարդ, քննչականից մարդ եւ դատարանը դակում էր այդ ամենը։ Այսինքն ՆԿՎԴ, քննչական եւ դատարան այդ տրոյկայից 3 հոգով որոշում էին կայացնում մարդկանց ճակատագրերը եւ միլիոնավոր մարդկանց տարան գնդակահարության 37 թվականին եւ ճիշտ ասած 56 թվականից հետո այլևս այսպիսի process-ներ նույնիսկ խորհրդային միության ժամանակ չի եղել։ Խորհրդային միության ժամանակ եղել են քաղբանտարկյաններ, բայց քաղբանտարկյանների հիմքում եղել են հիմքեր, թե որն էր ամիջը խորհրդային միության օրենքների խախտման պատճառով։ Առավելևս անկախ Հայաստանի պայմաններում նման բան առաջի դեպքն է, երբ որ մարդուն մեղադրում են առանց որևէ ոչ թե լուրջ կամ անլուրջ, որևէ առարկայի, չկա այդպիսի մեղադրանք։ Չկա, երբ որ մեր փաստաբանը հարցնում է լավ, ինչի մասին, ինչի համար եք մեղադրում։ Իրանք ասում են դա պետական գաղտնիք է։ Ի՞նչն է պետական գաղտնիքը։ Հիմա, քանի որ մենք չգիտենք թե որն է առարկա, կանանք վարկածներ անանենք։ Այդ վարկածները մեր մտքին է գալիս, որովհետև մենք սա աննորմալ վիճակ է իհարկե, որովհետև այլ տարբերակ չկա։ Հիմա տեսեք, վարկածներից մեկ իրանք ասում են, որ 2024 թվականին ինչ-որ փակ նիստում ազգային ժողովում ինչ-որ մեկը տվել է Անդրանիկ Թևանյանին, ինքն էլ դուրս է տվել այդ ամեն ինչը։ Աբսուրդ։ Ուրեմն մենք վերլուծում ենք թե 2024 թվականի ինչ է եղել, բարձում է այդ ժամանակ եղել է սահմանազատման Տավուշի մարզի սահմանազատման եւ սահմանագծման այդ խնդիրների հետ կապված։ Այդ փակ նիստում ինչ եղել է, ամբողջ հայկական մամուլը ներկայացել է հաջորդ օրը։ Ավելին այնքան մանրամասն ներկայացել, ցավոք սրտի եմ ասում, Հայաստանում այլևս պետական գաղտնիք չի մնացել։ Այս երկրում Հայաստանում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի հատուկ ծառայությունները այնքան մարդուն են այս համակարգի մեջ, որ իրանք վերահսկում են նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ուտելու, քնելու ժամանակը էլ չասեմ մյուսների, խնդիր չկա։ Ցավոք սրտի այս 8 տարվա մեջ դրան ավելացնել է նաև Թուրքիայի հատուկ ծառայության ներկայացությունը, ես դա ակնհայտ մենք տեսնում ենք այդ ամենը, բայց խնդիրը հետևյալն է, ինչ պետք է փոխանցվեր սահմանազատման սահմանագծման մասին Տավուշի մարզի, երբ որ ամբողջ հանրությունը գիտեր եւ Տավուշյան շարժում սկսվեց դրանից հետո։ Սա աբսուրդ է, մանավանդ այդ մարդը 23 թվականին արդեն չի եղել ազգային ժողովի падգամավոր, ինչ որ պետք է բան փոխանցվել, այդ փոխանցվելը մի բան էլ ասեմ, այսօրվա ազգային ժողովի, հատկապես ԿՊ-ի ներկայացուցիչները $100 կարան ունենց ինֆորմացիաներ տան, որոնք կարող տան մամուլին, որովհետեւ քանի որ պետական գաղտնիք այլևս գոյություն չունի, տարածված բան կա, որ այդ այսպես ասած գաղտնի բաներ հրապարակում են, որպեսզի հետո ասենք մամուլը կարողանա դա ներկայացնի, որ ավելի լավ կարդան։ Սա ծիծաղելի մակարդակի, սա անբարոյական, այսպես ասած որոշում է, սա մարդուն
պիտակավորելու մարդուն բարոյական վնաս տալու խնդիր է, որը չի ներվելու սրա համար, սա միանշանակ է։ Սա առաջին վարկածն է։ Երկրորդ վարկածը, որ մենք մտածում ենք, դա կապված է Զելենսկի այցի հետ Հայաստան, ինչու ենք մենք դες մտածում, որովհետև Զելենսկին հետո հիշում եք այցելեց Հայաստանը, հետո գնաց այցելեց Ադրբեջան։ Ուրեմն պարզվում է Ադրբեջանում Ալիևի հետ հանդիպման հետ կապված ինքը քննարկել է Ռուբեն Վարդանյանի արտահանձնում Ուկրաինային։ Ինչի է դա քննարկվել, որտեղ Ռուբեն Վարդանյանը բացի Ադրբեջանի կողմից մեղադրանքներից, նաև քանի որ ինքը հումանիտար ակցիաներով զբաղվել Դոնբասում, իր հանդեպ կա այդպիսի վերաբերմունք նաև Ուկրաինայից։ Եվ հիմա ադրբեջանական լրատվամիջոցները եւ փորձագետները քննարկում են, թե արդյոք ճիշտ լինի, որ Ալիևը արտահանձնի Ռուբեն Վարդանյանին Զելենսկուն։ Այսպեսի հաշվարկները հետևյալն է, քանի որ Ռուբեն Վարդանյանն ունի դրական վարկանիշ ամբողջ արևմտյան տիրույթում, եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում ինքը հալածյալի կարգավիճակ ունի եւ դա ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, բացի այդ իրենք հաշվում են, որ Հայաստանում եթե իշխանափոխություն լինի, ապա իշխանափոխությունից հետո արդեն մեծ հավանականություն կա, որ գերիները կարող են ազատվել խաղաղության պայմանագիր կնքման դիմաց, որտեղ առանց խաղաղության, առանց գերիների ազատման խաղաղություն կնքումը դա իրատեսական չի լինի, ոչ մեկ Հայաստանում ոչ մի լուրջ իշխանություն չունի, որ ասի մենք կնքում ենք խաղաղություն, բայց դու գերիները բանտում մնան։ Բացառությամբ այսօրվա իշխանությունը։ Հիմա պարզվում է, որ այսօրվա իշխանությունը միտումնավոր շահագրգռված է, որ այն մարդիկ մնան գերիներ, որտեղ ինքը վախենում է, որ Ռուբեն Վարդանյանի եւ այն մարդիկ, որ բանտարկված են, որ գան Հայաստան, Հայաստանում կարող է քաղաքական իրավիճակ փոխվի եւ այսօրվա իշխանությունը պարզապես փլուզվի։ Հաշվելով այդ գործոնը, իրանք ամեն ինչ անում են եւ իրենց շահերը համընկնում են այսօրվա դրությամբ Ադրբեջանի իշխանությունը։ Դա արդեն միանշանակ մենք արդեն դրա մեջ համոզված ենք, իրենց բոլոր քայլերը, իրենց կողքի ամբողջ ինֆորմացիան, որ մենք հավաքել ենք, դա վկայում է դրա մասին։ Եվ մենք ունենք այն վարկածը, որ չի բացառվում, որ նույն Զելենսկին նման խնդրանքով դիմել է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի արտահանձնեն նաև Անդրանիկ Թևանյանին։ Հիմա ես ուզում եմ հիշեցնեմ ճիշտ ասած 3 պարոն Հապետյանն էլ ասաց, խնդրել է Զելենսկին Հիմա տեսեք, հիմա ես ուղղակի ուզում եմ հիշեցնեմ մեր քաղաքացիներին, թե ինչու Անդրանիկ Թևանյանը եւ Մայր Հայաստանի ավականին այցելեցին Դոնբաս։ Ուղղակի ուզում եմ հիշեցնեմ, որ Դոնբաս այցելության գլխավոր նպատակը դա Դոնբասում ապրող հայերի խնդրանքներ։ Ինչ էին խնդրել հայերը։ Դուք գիտեք, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, ընդհանրապես բոլոր պատերազմների արդյունքում հայկական համայնքները հայտնվում են բավականին ծանր վիճակում, որտեղ մեծ հաշվով կողմեր պահանջում են, որպեսզի հայերը իրենց աջակցեն, եւ դուք գիտեք, որ Ռուսաստանում կա միլիոնից ավել հայ, մոտավորապես 300-400 հազար մարդ էլ ապրում է Ուկրաինայում, բայց բացի դրանից նաեւ Դոնբասում կա ապրող հայեր։ Հիմա տեսեք, բնականաբար ընդհանրապես համաշխարհային հայությունը հետեւյալ մոդելը ունի։ Այն հայերը, որ ապրում են, որ երկրում ապրում են, իրենց երկրին հավատարիմ մնում, որպեսզի իրենք հետապնդման չհենթարկվեն, որը ես կարծում եմ շատ ճիշտ է։ Հիմա հաշվարկելով այն հանգամանքը, որ առավել սուր դրված էր Դոնբասի հայ համայնքի խնդիրը, այդ մարդիկ էին խնդրել, որպեսզի Հայաստանից լիներ պատվիրակություն, որպեսզի այդ պատվիրակությունը հավաստիացներ, որ Հայաստանը Ուկրաինային զենք չի վաճառում։ Հիմա շատ կարևոր էլեմենտ կա այստեղ, հիմա տեսեք։ Ուրեմն տարածվել էր երկու, այսպես ասած, ինֆորմացիա, որ Հայաստանն է վաճառում զենք Ուկրաինային, որ Ադրբեջանն է վաճառում զենք Ուկրաինային։ Ադրբեջանը պետական մակարդակով անդադ հերքում էր, որ ինքը զենք չի վաճառում, Հայաստանի կողմից լուր 0 արձագանք ա եղել այդ խնդրի շուրջ։ Եվ հայ համայնքը մտահոգություն էր հայտնել, որ եթե Հայաստանի կողմից որևէ արձագանք չկա, դա օգտագործվում էր ադրբեջանական լոբիստական շրջանների կողմից, որը խիստ բացասական վիճակի մեջ կհայցներ հայերին։ Եվ այդ իմաստով Մայր Հայաստանը դա այն քաղաքական ուժն էր, որ գնաց այդ հումանիտար ակցիայով եւ նպատակը այն էր, որ ինքը հայտարարեց, որ Հայաստանը զենք չի վաճառում Ուկրաինային։ Սա կարևոր էր նաեւ այն հանգամանքի պատճառով, որ Մայր Հայաստանը լինելով ընդդիմադիր քաղաքական ուժ, ինքը փաստացի պետության ֆունկցիան կատարեց, այն ինչ որ պետք է պետությունը կատարեր, որը չէր կատարում, հրաժարվում էր այդ առաքելությունից, կատարեց Մայր Հայաստանը։ Բնականաբար այդ այցը դրական չի ընկալվել Զելենսկու կողմից, եւ մենք ենթադրում ենք, որ Զելենսկին խնդրել է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը նույնպես Ռուբեն Վարդանյանի պես Անդրանիկ Թևանյանին արտահանձնեն Ուկրաինային։ Հիմա մենք ենթադրում ենք, որ այսօրվա իշխանությունը վախեցել են հրապարակավ այդ առարկան ներկայացնել որպես այսպես ասած պատճառ թե ինչ են իրանք
այս հոդվածը դրել Անդրանիկ Թևանյանի վրա, որովհետև եթե այդպիսի հոդված լինի, դա հրապարակային կնշանակի, որ իրենք արդեն արտակարգման մեջ են հայտնում Ռուսաստանի հետ, դա ուղիղ հարված կլինի Ռուսաստանի կողմից։ Սա միանշանակ եմ ասում, եւ հաշվառնելով այդ հանգամանքը իրանք փորձում են ինչ-որ մի հատ նեյտրալ տարբերակ դնել, որպեսզի այդ նեյտրալ տարբերակի մեջ այդպիսի բան չլինի, բայց քանի որ այդ նեյտրալ տարբերակը գոյություն չունի, առաջացել է այս կազուսը։ Դա մեր վարկածն է, նույնիսկ եմ ասում, երկու վարկած կա։ Առաջի վարկածը դա սահմանազատման սահմանագծման խնդիրն է, որտեղ ոչ մի պետական գաղտնիք չի եղել, 0 վիճակ ա եղել, ամբողջը մամուլը ներկայացել է, Տաուշյան շարժման ամբողջ process-ի մեջ ամեն ինչը բացվել է եւ բոլորի համար առաջարկել պետական գաղտնիքի էլեմենտ չի եղել։ Երկրորդ վարկածը, այո, դրա մասին նույնիսկ պատգամով, այո, եւ երկրորդ վարկածը դա այդ Զելենսկիի խնդրանքն է, մեկ նույնիսկ եմ ասում, դա վարկածներ են, որոնք ես չեմ, որտեղ քանի որ ուրիշ վարկած գոյություն չունի, դա չենք հասկանում, թե այդ մարդուն ինչի են մեղադրում։ Մեղադրանքի առարկան ո՞րն է, ասենք չգիտեմ, ինչ է ինքը փոխանցել, այն էլ այդ մեծ գումարով, որ պետքա մարդը ասեր։ Իմ համար դա աբսուրդ է եւ մեր թեմի համար էլ է աբսուրդ, բայց մենք հասկանում ենք, որ այս իշխանությունը ըստ ամեն ինչ դրանից սпасելի է։ Հիմա երկու պատճառի մասին ասեմ, որ ավելի կարևոր է։ Ուրեմն մենք ենթադրում ենք, հատկապես երբ որ 2024 թվականին բան եւ այլն, ուրեմն այս տիպի, այսպես ասած, գործը, որ սարքել էին, այդ ուրեմն նախապես սարքած են եղել այս գործը, որ հիմա ներկայացնում են։ Այսինքն փաստաթի տեսեք ուշադրություն դարձեք, պետական դավաճանություն նախապես դրանք իմացել են, երկար ժամանակ սարեցրել են, հիմա են հրապարակում։ Հասկանում եք ինչ նախ, իսկ ինչ են հիմա հրապարակում։ Այստեղ արդեն ասենք գլխավորը պատճառներին։ Պատճառ առաջին։ Ուրեմն պարզվեց, որ այս իշխանությունը չէր սպասում, որ այս ընտրարշավի արդյունքում իրանց վարկանիշը գահավիժելու է։ Ֆունդամենտալ է գահավիժելու։ Առավելևս չէին սպասում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որի ցուցակով մասնակցում է նաև Մայր Հայաստան կուսակցությունը, որի անդամ ես եմ, որ Բարգավաճ Հայաստանի վարկանիշը թռիչքային զարգացում կունենա։ Ես ասեմ, ինչի արդյունքում թռիչքային զարգացում եղավ։ Ուրեմն մենք մի հատ ստրատեգիա ընտրեցինք, որ դոմինանտային առավելապես մարզերով զբաղվելու է Գագիկ Ծառուկյանը, Երևանով զբաղվելու է Անդրանիկ Թևանյանը։ Եվ այդ ստրատեգիան իր լուրջ արդյունքը տվեց։ Եվ մեր տնետուն աշխատանքները ամբողջ Հայաստանում մինչև 38,000 մարդու մենք տնետուն ենք մտել եւ աշխատել ենք այդ մարդկանց հետ եւ ֆանտաստիկ էֆեկտ է տվել Ծառուկյանի այցերը ուղղակի հեղափոխական ալիք են բարձրացրել, ինքը փլվել է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գյուղերում եւ մարզկենտրոնում, շատերը չեն իրապետում այս նոր ինֆորմացիային։ Իսկ ինչ վերաբերում է Անդրանիկ Թևանյանի ընտրարշավին Երևանում, ես մի օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք 7 օրի YouTube-ը, որը պրակտիկորեն չէր աշխատում եւ 200-300 մարդ էր նայում, միայն Դավթաշյանի այդ ընտրարշավի ժամանակ նայեցին 176,000 մարդ YouTube-ում։ Սա ուղղակի օրինակ եմ բերում, որ դուք պատկերացնեք, թե ինչ մակարդակի թռիչքային էֆեկտ է դրացել այս երկու անձնավորությունների վարկանիշը կտրուկ բարձրացել եւ իրանք մեծ դեր են կատարել այս ոլորտում, որի արդյունքում նույնիսկ եմ ասում, սա խոճապային process առաջացրել իշխանության մեջ։ Իրանք ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում են հանրային կարծիքը, գիտեն թե ինչպես են մտածում մարդիկ եւ տեսել են թե ինչ թռիչք կա գնում ազգային բոլոր ընդդիմադիր ուժերի վարկանիշները բարձրանում է եւ հատկապես Բարգավաճ Հայաստան կուսակցության վարկանիշը շատ ավելի թռիչքային է զարգանում, դա տեսանելի է արդեն բոլորի համար եւ առավելևս տեսանելի է իշխանության համար եւ իշխանությունը ֆանտաստիկ մակարդակի շոկի մեջ է։ Տեսեք, ես հիմա իսկ պատճառը ո՞րն է։ Պատճառը կայանում է բանի որ բացի ճիշտ ստրատեգիայից, պատճառը այն ծրագրից, որը առաջարկում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը մշակվել է նաեւ Անդրանիկ Թևանյանի ակտիվ միջնորդությամբ, որտեղ Անդրանիկ Թևանյանը նաեւ լավ փայլուն տնտեսագիտության տեխնացու է, փայլուն քաղաքագետ է, ես կարծում եմ, որ Հայաստանի լավագույն քաղաքագետներից մեկն է ինքը, եթե ոչ լավագույնը, եւ ես մի օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք։ Ուրեմն իշխանությունը մարդկանց թոշակները այս տարի զորով հասցրեց մինչև 46,000 դրամ։ Հիշենք այդ թիվը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջարկում է թոշակները սարքել 100,000 դրամ։ Եվ մենք հիմա կասեմ, թե մենք ոնց ենք այդ խնդիրը լուծելու։ Իշխանության 7 տարվա ընթացքում մինիմալ աշխատավարձ մնացել է 75,000 դրամ։ Բարգավաճ Հայաստանը խոստանում է մարդկանց այս ժամանակահատվածում մինիմալ աշխատավարձը բարձրացնել 150,000 դրամ։ Իշխանությունը
այս տարվանից նոր մտցրեց առողջապահական բարեփոխման համակարգը 18+ մինչև 65+-ի հետ մեր ծրագրում այդ ամբողջ ժողովրդի համար առաջարկված պարզապես մի տարբերությամբ, եթե 18+-ն ու 65-ը դրիվ ձրի պետք է բուժվեն, ապա 18 տարեկանից մինչև 65 տարեկանը 30%-ը պետք է մուծեն, այն մնացած 70%-ը պետք է փակի պետության կողմից ձևավորված այդ հիմնադրամները առողջապահության աջակցության։ Ժողովրդի կողմից դա ֆանտաստիկ դրական անկալում, մարդիկ տեսել են, որ առաջին անգամ իսկապես սոցիալական պետության գաղափարը առաջարկվում Բարգավաճ Հայաստանի կողմից եւ մարդիկ հասկացել են, թե ինչպիսին պետք է լինի իշխանությունը եւ ինչպիսին պետք է պետությունը ծառայի քաղաքացու համար, ոչ թե իրան օգտագործի որպես մանրադրամ, խափի եւ իր վրա փող աշխատի, ինչպես որ անում է Նիկոլ Փաշինյանը։ Իդեպ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարում է, որ ինքը որ գալու է միանգամից ազգայնացնելու է Ծառուկյանի սեփականությունները, ես ուզում եմ ուշադրություն դարձնեմ այն ներդրումներին եւ միջազգային կառույցներին, որ այս մարդուն ոնց կարելի է վստահել եւ այս մարդու պարագայում ոնց կարելի է ինչ ներդրում կարող է լինի, երբ որ ցանկացած մարդու սեփականությունը կարող խլի իր ձեռքից։ Սա եւս ապացուցում է, որ այս մարդու հետ որևէ լուրջ միջազգային կառույց չի կարող աշխատել։ Ոչ մի լուրջ ընկերություն Հայաստան չի եկել շատ պարզ պատճառով, որտեղ այս մարդու մտածողությունն ու խառնվածքը հակասում է լուրջ մակարդակի տնտեսության զարգացման համար։ Սա շատ կարևոր է, որ մենք բոլորս հասկանանք։ Բացի այդ, այս մարդը խոսում է նախկին թալանչիների մասին, թալանը վերադարձնելու մասին, ուրեմն 8 տարվա ընթացքում, հարգելի ժողովուրդ, այս մարդը փաստացի ձեր պետության պարտքը ավելացրել է $8 միլիարդ։ $8 միլիարդ, դա նշանակում է, որ ամեն մի քաղաքացին վրա ծնված երեխաներից սկսած մինչև ծեր մարդկանց, բոլորի վրա, 3 միլիոն մարդկանց վրա Փաշինյանը ավելացրել է 2.5, մոտավորապես $2.500, այս 8 տարվա ընթացքում։ Այսինքն ձեր պարտքը հիմա միջազգային կառույցներին $2.500 ավելացրել է Նիկոլ Փաշինյանը։ Ու ասեմ, որ դուք իմանաք դրա մասին։ Դուք հիմա պարտք եք, դուք ոչ միայն դուք եք պարտել, ձեր երեխաները, ձեր ապագա երեխաները, ձեր ծնողները, չգիտեմ, ձեր եղբայրները, բոլորը հիմա պարտք են Նիկոլ Փաշինյանի շնորհիվ $2.500 ամեն մեկը, $8 միլիարդ, ուր անհետացել այդ խնդիրը, իշխանափոխությունից հետո քննություն է լինելու, որպեսզի մենք հասկանանք այդ $8 միլիարդ ինչ է արել այս իշխանությունը, որտեղից է գնացել, որտեղ այն բաները որ կան, ճանապարհաշինությունը բան, դա շատ չնչին գումար է, մոտավորապես 1-200 միլիոն դոլարով կարելի է այդ ամենը լուծել, դա խնդիր չի։ Այսինքն այդ հսկայական գումարը ուր է գնացել։ Հարց, ես այդ հարցի պատասխանը մենք կտեսնենք, մեր ժողովուրդը կտեսնի ընդամենը հունիսի 7-ի ընտրություններից հետո, եւ բոլոր այդ խաբեությունները, որ այս մարդը ասում էր, որ մենք օլիգարխիկ համակարգը փոխելու ենք, դերունենք սոցիալական արդարություն, սա սուտ դուս եկավ։ Այն մարդկանցից, որ ինքը խլեց սեփականությունը, տվել է իր մոտիկ մարդկանց։ Դա վերաբերում է եւ Ծաղկաձորի այդ հյուրանոցին, դա վերաբերում է Golden Palace-ին, մնացած բոլորին, որտեղ որ ինքը մարդկանց խլել է, իր մարդկանց է բաժանել։ Այսինքն այն ինչ որ մենք կանխատեսում ենք սկզբից, որ այս մարդը, որ ասում էր թե չգիտեմ, թալանչներից կբերեմ ժողովրդին կտամ, սուտ դուս եկավ այս մարդը, մենակ իր մարդկանց է պարգևաճարներ բաժանում, իրանց բաժանում։ Երևանի բոլոր հարկերը բարձրացրեցին, այդ թվում կարմիր գծերի հարկերը բարձրացրեցին, բարձրացման գումարի կեսը պարգևաճար բաժանեցին իրան։ Այսինքն այս մարդը փաստացի տեսնում է հարկերով, հարկերը բարձրացնում է, պարգևաճարները բարձրացնում, իդեպ ասեմ, որ անցյալ գալիք տարվանից այս իշխանությունը պատրաստվում է վերացնել շրջանառության հարկը, ընդհանրապես վերացնել, այսինքն մարդիկ, որ հիմա աշխատում են 5%-ը սարքեցին 10%, հիմա ուզում են հաջորդ տարի արդեն ընդհանրապես վերացնել։ Ես ասեմ, որ Բարգավաճ Հայաստանը նույն Անդրանիկ Թևանյանի, այսպես ասած, ակտիվ ջանքերով այդ ծրագիրը, որ մենք ստեղծել ենք, առաջարկում է 115 միլիոնը այդ շրջարկը սարքել մինչև 170 միլիոն։ Անդորում այդ 170 միլիոն սարքելուց բացի մինչև 60 միլիոնը առանց որևէ 0 հարկով պետք է մարդիկ աշխատեն։ 60 միլիոնից մինչև 170 միլիոն 1%-ով, ինչպես որ Վրաստանում։ Այսինքն մենք նույնպես վրացիների պես արժանապատիվ կարող ենք նորմալ ապրել, ինչպես որ վրացիները, ինչպես որ արևելյան Եվրոպայի երկրները։ Մենք պետք է իսկապես ժամանակակից եվրոպական ստանդարտներով երկիր դառնանք, այլ ոչ թե այն ասիական, բռնատիրական ստալինյան ռեժիմով, որ հաստատվի, որը հիմա ուզում է փորձ անում այս իշխանությունը։
Դա առաջի պատճառն է, ինչի է ինքը հարձակվել կոնկրետ Անդրանիկ Թևանյանի վրա։ Իդեպ ես ուզում եմ նշեմ, որ սա եւս մեկ ցույց տվեց, որ իրական գաղափարաքաղաքական գլխավոր հակառակորդը կոնկրետ Անդրանիկ Թևանյանն է, որտեղ էլ ոչ մեկի վրա նման ծանր մեղադրանք ինքը չի չառաջարկեց։ Բայց ես ուզում եմ նշել, որ փաստացի այն զարգացումը, որ եղավ Բարգավաճ Հայաստանի կողմից եւ Ծառուկյանի եւ Թևանյանի գործունեության արդյունքում, դա շոկ առաջացել է այս իշխանության համար, դա ուղղակի այս մասը ցնցվել է, վախերի մեջ ապրում է եւ չգիտի թե ոնց ինքը արձագանքի։ Հիմա երկրորդ պատճառ, ուրեմն շատ կարեւոր երկրորդ պատճառն ասեմ, որովհետեւ տեսեք, ուրեմն մեր ընդդիմադիր դաշտում եւ հանրային դաշտում եւ քաղաքական դաշտում լայն տարածված է այն տեսակետը, որ իշխանափոխությունից հետո այս մարդկանց պետքա պատժել եւ դատել։ Սա լայն տարածում ունեցող թեզ է։ Անդրանիկ Թևանյանը եւ Գագիկ Ծառուկյանը դա այն եզակի գործիչներն են, որոնք ասում են, որ կոշտ պատժելու, եթե մեխանիզմը մենք դրեցինք, այդ մեխանիզմը, որ մեքենան, որ մախավիկը, որ աշխատացեցինք, չենք կարող այդ արդեն անջատել։ Ինչ որ կատարվեց 37 թվականին, մենք կարող ենք կրկնվի մեր մոտ։ Եվ մենք եւ Ծառուկյանի ելույթներով եւ Թևանյանի ելույթներով միշտ ասում ենք, որ մենք գալիս ենք մեծ համերաշխություն հաստատելու համար, որի համար քննադատության է արժանանում նաեւ ընդդիմադիր դաշտից, որտեղ ասում են, որ դուք մեղմ եք իրենց համար տրամադրված եւ այդ մեղմությունը պայմանավորված է այն գիտակցությունով, գիտեք ինչ, Ծառուկյանը մեծ կյանքի փորձով է անցել եւ ինքը հասկանում է, թե ինչ է նշանակում այդ ռեպրեսիվ համակարգի աշխատանքը։ Իսկ Անդրանիկ Թևանյանը այն եզակի քաղաքագետներից եւ քաղաքական գործիչներից մեկն է, որը շատ լավ տիրապետում է ավտորիտար համակարգի տրամաբանությանը եւ հասկանում է, որ այն ինչ որ պահանջում է բնական, որ արդարացի պահանջ կա մեր ժողովրդի մեջ, եթե դա այդ մախավիկը մենք աշխատացնենք, այդ մախավիկը կարող է պատահի բազմաթիվ անմեղ մարդկանց տանի։ Իդեպ ասեմ, որ ՔՊԻ 95%-ը մեղ չունեն, որ այս մարդիկ այս իրանց սրիկայական կոնցեպտով ուզում են սաղ տան։ Հիմա տեսեք ինչա կատարվել։ Հա։ Բան չունեմ ասելու, տեսեք։ Հիմա տեսեք։ Որովհետև կզացնելու են, սատկացնելու հասկանում եմ։ հասկանելու փոխել են համապատասխան։ Սա եւս, հա։ Կրկնում է Ալեն Սիմոնյան, ինչ չեք մերել, ինչու չեք զոհվել, կրկնում է Հիմա տեսեք ինչն է խնդիրը։ Հիմա ինչի գլխավոր հարվածը ստացան հենց առաջին հերթին Անդրանիկ Թևանյանը, հիմա էլ Ծառուկյանի վրա է փորձում գնալ։ Շատ པարզ պատճառով, որովհետև այդ պետական ապարատը, այն զանգվածը, որը վախի մեջ է մտնում, իրանք շատ լավ հասկանում են, որ իրանք պատանդի կարգավիճակ, միգուցե շատերը կարող է չընկալեն, դա կամ չուզենան ընկալեն, բայց մենք այն եզակի ուժերն ենք, որոնք գիտակցում են դա, եւ մենք հասկանում ենք, որ մեծ վտանգ կնի, եւ քանի որ դա այդպես է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի կարողանա իր թիմը կոնսոլիդացնի իր շուրջ, ինքը այսպես փորձում է ամեն ինչ անի, որ կտրի բոլոր թելերը, բոլոր հնարավորության տարբերակները, որպեսզի հանգարց իր թիմը տակից չփախնի։ Սա իր գլխավոր նպատակն է, որ ինքը վախերի մեջ է ապրում եւ ինքը ասում է, քանի որ ես ամենամեծ թիրախում եմ, պետք է բոլորը թիրախավորված լինեն, որպեսզի այդ թիրախավորված կարողանանք մենք դիմակայենք այս ժողովրդին։ Փաստացի sense մի հատ բանաձև կա, ամենաուժեղ ոչ մի բան չի ուժեղ կոնսոլիդացնում համատեղ հանցանքը։ Հիմա ասում եմ մենք պետք է բոլորս հանցանք լինենք, հանցագործություն կատարենք, որպեսզի այդ հանցագործությունը բոլորիս վախի հիմնարկի վրա սաղից կոնսոլիդացնի։ Եվ քանի որ ստեղ հենց այդ ուժերն են, որոնք փորձում են մարդկանց տարանջատել Իրանից, հենց այդ ուժերի վրա պետք է ինքը հարձակվի, որպեսզի կարողանա կտրի այդ հնարավոր թելերը, որպեսզի իր թիմակիցները չկարողանան հետ դարձի ճանապարհ ունենալ։ Սա երկրորդ պատճառն է, որ ինքը ինչի է կոնկրետ հարձակվել Անդրանիկ Թևանյանի վրա։ Սա շատ կարևոր խնդիր է, որ մենք ուզում ենք հասկանանք, որտեղ մենք նույնպես կա որոշակի քննադատական վերաբերմունք են Մարիամն էլ հենց որպես օրինակ ներկայացրեց, որ այ դուք փաստացի ուզում եք, որ իշխանափոխություն լինի, բայց դուք ուզում եք ներեք այն ԿՊԱ-ական են միջին դասին, շարքային դասին նույնիսկ որոշակի շրջանակներին, մենք ասում ենք հետեւյալը, մենք միանշանակ պետք է ամեն ինչը կատարվի օրենքով եւ դատարանների ճանապարհով։ Արտադատական process-ով կամ գործ սարքելու ճանապարհով եթե մենք գնանք, մենք կայտնվենք նոր 37 թվականի մեջ հարց տարբերակով։ Սա շատ կարևոր է այդ խնդիրը։ Այսինքն հիմա այդ իմաստով եսի երկրորդ պատճառն է, Մարիամ ջան, որ ինքը փաստացի կոնկրետ հարձակվել է մեր վրա։ Բայց ես մի բան եմ ուզում ասեմ, որ Իրան դա չի հաջողվելու, որովհետև Թևանյանն ասաց կզածը, թուրքի կոշիկի զոհը, պետական դավաճանը, թուրքի իշխանության պարագլուխը իրենք
Ինքը իրանք են, միանշանակ դա պարզ է։ Մարդը որ տեսեք մի հատ հարց եմ տալի, այդ նկարը որ հիմա դուք դնեք, այդ նկարի վրա որ այդ մարդը որ գիրքը բռնել է Էրդողանի հետ, այդ մարդը ոնց որ ինքը նոր իր հոգևոր հորնա գտել։ Այդ մարդը ոնց կարա ինչ որ ուրիշ մարդկանց պետական դավաճանության մեջ մեղադրի, Ժողովուրդ ջան։ Ընդ որում ինձ հիշեցնեմ, որ Էրդողանը այն մարդն էր, ով 2020 թվականի պատերազմից հետո Բաքվում երբ որ պարադի ժամանակ հաղթանակի պարադի ժամանակ իրանց հաղթանակի պարադի ժամանակ հայտարարեց որ փառավորվեց բանի այդ Էնվեր Փաշայի հոգին, որ ինքը երազում էր որ մենք այսպիսի ժամանակներ պետք է ապրենք։ Էնվեր Փաշան հայոց ցեղասպանության ամենամեծ հանցագործներից մեկն էր։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այն բռնելագիր այն գիրքն է վերցել Կուրսկին ցնելով եւ նկարվել է այն մի մարդու հետ, որը փառաբանում է Էնվեր Փաշային։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը անուղակիորեն փառաբանում է Էնվեր Փաշային։ Ու եւ այդ մարդը փաստացի ինչ-որ մարդկանց մեղադրանքները առաջարկում։ Սա ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Հասկանալ է թե ինքը իշխանապողությունը ինչ է իր այդ լինելու։ Որտեվ հնարավոր չի որ այդ մարդը ինքն է ստեղծել իր համար այդ վիճակը, բայց իր շրջապատի ճնշող մեծամասնությունը կապ չունեն դրա հետ։ Հասկանալ է որ այդ մարդիկ, բազմաթիվ մարդիկ իրանք արդար հասարակություն ուզեցան ունենալ, արդար սոցիալական ազգային, ոչ մեկի երազանքը չի եղել որ մենք Արցախը հանձնենք, ոչ մեկի երազանքը չի եղել որ միտումնավոր բանակցային process-ը քանդվի, որ ասի թե ոնց ուզում եմ տենց է կբանակցեմ, ու այդ բանակցելու արդյունքում Արցախը վերանա։ Ոչ մեկ դրան նպատակ չի ունեցել։ Այդ մարդիկ մեղավոր չեն որ իրանց են խաբել, հասկանում եք ի՞նչն է խնդիրը։ Հիմա ես ամենակարևոր մոմենտն ասեմ, որ հիմա տեսեք կանգնած է Հայաստանի համար արդեն գոյաբանական խնդիր։ Դա որտեղ մեր հյուրը եկել է ու թեմաները շատ են։ Մարկո Ռուբիոն գալիս է Հայաստան, նախարարություն հայտարարություն արեց, նախատեսված է համատեղ հայտարարություն գաղտնի փաստացի համաձայնագրերի ստորագրում, որ սա արդյոք ուղիղ հիբրիդային պատերազմ չէ, ուղիղ միջամտություն չէ մեր ընտրություններին, կամ այսպես ասենք, ինչ նպատակով է գալիս։ Օրինակ երեք պարոն Սուրենյանցը ասաց, որ կարող է Ռուբիոն Փաշինյանի փրկի Գագիկ Ծառուկյանի գործ առյուծից, բայց դա չի նշանակում, որ Փաշինյանը ընդհանրապես փրկվել է։ Խնդրեմ։ Տեսեք, ես մի բան ասեմ, դա ակնհայտ է, որ Ռուբիոյի այցը պայմանավորված է ընտրական process-ով։ Այսօր Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը, բոլորը շահագրգռված են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մտցնի Թուրքիայի ազդեցության տակ։ Ինչ եմ ասում Թուրքիայի ազդեցության, որտեղ աշխարհաքաղաքական դիրքը որ տեսնում ես եւ աշխարհագրությունը որ տեսնում ես, Հայաստանը ըստ էության ոչ Միացյալ Նահանգները, ոչ Եվրոպան չեն կարող անմիջապես իրանց ազդեցության տակ վերցնել։ Դա բոլորի համար պարզ է։ Հիմա Թուրքիան սպասում է, որ իր համար Մարկո Ռուբիոն եւ Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները այդ խնդիրը լուծեն։ Սա իրանց շահերից է բխում։ Իրանք ինչ խնդիր են ուզում լուծեն։ Իրանց մեջ գնում է հետեւյալ process-ը։ Իրանք պահանջում են, որ Թուրքիան բացի երկրորդ ճակատ Ռուսաստանի հետ։ Դուք գիտեք, որ Եվրոպան մեծ բախման մեջ է Ռուսաստանի հետ։ Եվ այդ բախման մեջ ինքը պարտվում է Ուկրաինայում։ Եվ իրանք ասում են, որպեսզի մենք չպարտվենք, պետք է երկրորդ ճակատ բացենք։ Դուք գիտեք, որ Վրաստանը մերժեց երկրորդ ճակատ բացելու մանրանդամ դառնալուց։ Բնականաբար այդտեղ ամենածանրակշիռ դերը Թուրքիան է։ Թուրքիան ասում է, ինձ գին տվեք դրա համար, որպեսզի ես բացեմ, ես պետք է ունենամ ընդհանուր սահման Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը պետք է կարողանամ ընդհանուր բանեմ։ Հայաստանը խոչընդոտ է։ Տվեք Հայաստանը ինձ որպես նվեր, ես այդ ճանապարհով բացեմ։ Կբացի թե չի բացի, կգցի իրանց։ Դա արդեն երկրորդ հարցն է։ Հիմա իրանք Միացյալ Նահանգներն ու Եվրոպան սկուտեղի վրա Արցախը հանձնելուց հետո հիմա պատրաստում են Հայաստանը հանձնել Թուրքիային, որպեսզի ակնկալիք ունենան, որ Թուրքիան կբացի երկրորդ ճակատ Ռուսաստանն է։ Վրաստանը մերժեց, հիմա Թուրքիային են ասում, Թուրքիան էլ գինդ է պահանջում, գինդ էլ Հայաստանն է։ Գործիքը այդ իր կյանքի կոչելու, դա Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը գործիքն է, այն գործարքի, որը կա, որը հրապարակային չեն ասում հայ ժողովրդին, որպեսզի հայ ժողովրդի տրամադրությունը չընկնի, սպարս ձևակերպեմ։ Եվ որպեսզի այս խնդիրից հիմա մենք հայ ժողովուրդը հունիսի 7-ին պետք է ընտրություն կատարել ասի, մենք պատրաստ ենք դառնալ զոհ հանուն Մարկո Ռուբիոյի եւ Կայա Կալասի, որպեսզի եթե մենք պատրաստ ենք, դա ուրիշ խնդիր է։ Մենք մազոխիստ ժողովուրդ ենք։ Պատմությունը կարձանագրի, որ այս ժողովուրդը մազոխիստ էր, ինքնազոհվեց հանուն, որպեսզի Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացվի։ Դա տրամաբանական ժողովուրդ դու պետք է որոշում կայացնես։ Սա շատ པարզ խնդիր է։ Ես համոզված եմ ժողովրդի մեծ մասը, կներեք խելամիտ մարդիկ են,
անկախ իրենց կրթական ցենզից եւ շատ լավ հասկանում են դա հնարավոր չի։ Հիմա հաջորդը դուք կասեք, բայց որն է ապացույցը։ Հիմա այս ապացույցները բերեմ։ Հայաստանի կլանման ամենաօպտիմալ տարբերակը ադրբեջանցիներին վերաբնակելն է Հայաստան։ Այս խնդիրը հիմա կա դրված է ոչ հրապարակային մակարդակով։ Հրապարակային մակարդակով դրած է սահմանադրության փոփոխության խնդիրը։ Արդեն հաջորդ քայլը պետք է լինի արդեն ադրբեջանցիների վերաբնակման հարցը, որը հիմա ոչ հրապարակային է, որովհետև դա կարող է խանգարի Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար։ Հիմա ես ուղղակի մի քանի փաստ ասեմ, որ դուք պատկերացնեք։ Առաջի կոնգրեսը, այդ կոնֆերանսը արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված եղավ անցյալ տարվա մայիսին Անկարայում, որտեղ Իլհամ Ալիևը պաշտոնապես հայտարարեց, որ առանց ադրբեջանցիների վերադարձի Հայաստան տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի Հայաստանի եւ Ադրբեջանի, դա պաշտոնապես իր հայտարարությունն է եղել։ Երկրորդ կոնֆերանսը եղավ անցյալ տարվա դեկտեմբերին, որտեղ նույն գնահատականը տրվեց։ Եվ վերջապես երրորդ կոնֆերանսը ուշադրություն լինելու է այս տարվա հունիսի 18-ին, այսինքն ընտրությունից 11 օր անց։ Հիմա ի՞նչն է հուշում այդ 11 օր անցը։ Իրանք սպասում են, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, որ հետո արդեն իրանք այդ կոնֆերանսը պաշտոնապես եզրակացություն տան եւ Նիկոլ Փաշինյանը արձագանքի այդ կոնֆերանսին արդեն պաշտոնապես իբր ընտրված, որպեսզի ինքը կարողանա այսպես ասած լեգիտիմ մակարդակով համաձայնվի ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին։ Սա շատ կարևոր խնդիր է։ Ես մի դետալ ասեմ, որ դուք պատկերացնեք։ Սա շատ նման է 2023 թվականի Ղարաբաղից հայերի էթնիկ զտումին, հիշեցնեմ, թե երբ դա կատարվեց։ Դա կատարվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Բայց այդ սպեցօպերացիան կազմակերպել էր արդեն շուտ էր նախապեսել, բայց Նիկոլ Փաշինյանի խնդրանքով դա տեղափոխվել էր ավականու ընտրություններից 2 օր հետո։ Ավականի ընտրությունները անցկացվեցին սեպտեմբերի 17-ին 2023 թվականի, ուղիղ 2 օր անց կատարվեց այդ սպեցօպերացիան, որտեղ Ղարաբաղցիներին բռնի կերպով տեղանեցին Արցախից, այսինքն փաստացի այն սպեցօպերացիաները ուղղակի կոորդինացված են Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի կողմից եւ իրանց տերերի կողմից։ Այսինքն, եթե 23 թվականին դա այդ սպեցօպերացիան կատարվեց Արցախի մասով, հիմա նախապատրաստվում է Հայաստանի մասով։ Ստեղ արցախցի, ոչ արցախցի, հայաստանցի դա արդեն սա երկրորդական է, Ժորժ ջան, սա վերաբերում է մեզ բոլորիս։ Սա մեր անվտանգության, մեր երեխաների ապագայի, մեր ծնողների գերեզմանների խնդիրն է դրած։ Այս մարդը գործիքի դեր է կատարում այդ մեծ խաղի մեջ։ Այս մարդուն եթե մենք չհեռացնենք, ուրեմն մեզ տանելու են կոլեկտիվ դեպի գերեզման, ինչպես որ եղավ 15 թվականին։ Սա կարևոր խնդիր է, որ մենք բոլորս պետք է հասկանանք հունիսի 7-ին ընտրություններով վռնդենք այս բանդային հակազգային բանդային իշխանությունից, որպեսզի մենք կարողանանք փրկվենք Հայաստանում։ Սա է խնդիրը։ Ռուսաստանի հետ կապված ռուս պաշտոնյաների կողմից Մեդվեդևի մակարդակով գալիս են կոնկրետ ու կոշտ հայտարարություններ, արդեն գիտեք ջուղմթերքը, ծաղիկը, խմիչքը, հանքային ջուրը, խնդիր կա, ինչ է նշանակում, եթե Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից եւ կանցնի արդյոք Ռուսաստանը ավելի կոշտ քայլեր։ Տեսեք, ես չգիտեմ, կանցնի չի, Ռուսաստանը իր շահերն է պաշտպանում։ Ռուսաստանը շատ լավ գիտի այս ծրագրերի մասին, շատ լավ գիտի։ Ինքը գիտի, որ իր դեմ ուզում են երկրորդ ճակատ բացեն այս տարածքից։ Ինքը գիտի, որ Հայաստանը չի լինելու այդ ճակատը, որտեղ հայ ժողովրդի դերը չի կարող կատարի, ուրեմն պետք է Հայաստանը վերացնեն, որ կատարի։ Բայց քանի որ ինքը հիմա, իրանք հիմա ռուսները մեր ժողովրդին են բացատրում, ասում են հարգելի ժողովուրդ, ձեզ sense բան են ուզում անեն։ Դուք պետք է որոշում կայացնեք, ուզում եք թե փրկվել, թե չեք ուզում փրկվել։ Եթե դուք չեք ուզում փրկվել, ուրեմն իրանք արդեն այս տարածքը դիտարկել են որպես թշնամական տարածք, այսինքն ըստ էության Հայաստանից հայերի դուրս բերում է այս տարածքից եւ նոր իրավիճակ ստեղծելը ավտոմատ կերպով է դառնալու։ Մնացածը սաղ տեխնիկայի խնդիրներ են, ժողովուրդ ջան։ Այս շատ կարևոր է, որ մենք բոլորս հասկանանք։ Նույնիսկ եմ կրկնում, հունիսի 7-ին չկա բարեկամի ընկերոջ ընտրության խնդիր։ Չկա, որ ասենք, չգիտեմ, հարևանը սա կամ չգիտեմ ինչը սա, կամ գաղափարական խնդիր չի սա։ Սա ազգի լինելու, չլինելու խնդիր է։ Գոյաբանական խնդիր է։ Հայաստանն լինելու, չլինելու խնդիր է, ինչպես որ Արցախը եղավ։ Այս մարդը նույնիսկ եմ ասում, գործիքի դեր է կատարում։ Ասել այս մարդուն, որ դավաճան է, ինքը դավաճանը չի։ Ինքը թշնամի է։ Այսինքն սա շատ կարևոր է մենք հասկանանք։ Այս մարդը ուրիշ ֆունկցիա է կատարում։ Եվ այդ ֆունկցիայի արդյունքում մենք բոլորս գնալու ենք դեպի համազգային գերեզման, ինչպես որ 15 թվականին եղավ։ Արևմտյան Հայաստան լուծվեց, հիմա հերթ եկել է Արևելյան Հայաստանին։ Դուք պատրաստ եք Արևելյան Հայաստանը վերահսկելու ձեր կյանքով, ձեր ձեռքով։ Եվ այն մարդիկ, ովքեր որ մի քանի ինտրակաշարքի համար կամ ինչ որ փողի համար գնան թվարկեն, այդ մարդիկ
Հավերժորեն ճակատները դաջելու են որպես սրիկաներ եւ դավաճաններ։ Ես պնդում եմ դրա մասին։ Եվ անկախ նրանից նրանք ինչ կարգավիճակ ունեն, շարքային քաղաքացիական թե չգիտեմ ինչ են։ Սա շատ կարևոր է, էսի նույնիսկ պատմության, պատմական խնդիր է, բոլորից համար կարևոր խնդիր է։ Մենք պետք է որ եւ նույնիսկ կրկնում դրա համար, որպեսզի մենք կարողանանք հանդարտ առանց ցնցումների տանենք, մենք պետք է կոնսոլիդացնենք մեր ամբողջ ժողովրդին, որտեղ ժողովրդի մի մասը իսկապես խափնված է կամ վախեցած է, կամ են պետական ապարատում մարդիկ, որոնք իսկապես հասկանում թե ինչ է կատարում, բայց իրանք էլ տարբերակ չունեն, իրանք պետական ապարատում են, ասում ենք մեղավոր չեն։ Այդ մարդիկ ինչ մեղավոր են, որ իրանք հայտնվել են պատանդի կարգավիճակում։ Երբ որ ասում են դուք պետք է չկատարեք, դա անիմաստ խոսակցություն է։ Այդ մարդը պետական ապարատում չի կարա որոշում չկատարի։ Եթե ինքը դուրս եկա ուրիշ մարդականի նույն վիճակն ալնելու։ Այսինքն այդ իմաստով մենք բոլորին պետք է ամբռնումով ընկալենք եւ մենք պետք է հասկանանք, որ այդ մարդկանց առաջնորդին պետք է ազատագրենք այս խայտարակ վիճակից։ Սա է խնդիրը։ Գիտեք այսօր ինչ է հայտարարում, ասում է այնքան բան ասեցիք, զորահանդես են անում, խնդրեմ։ Գիտեք, ես չեմ ուզում անդրադառնամ այս զորահանդեսին, դրան լավագույն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանը։ Ես Ռուբեն Վարդանյանի խոսքերին ավել բան չեմ կարող ավելացնել։ Ռուբեն Վարդանյանը մեր ամենաբարոյական, ամենաազնիվ, ամենապարկեշտ գործիչներից մեկն է, որը հիմա ծանր վիճակի մեջ է, ինքը ասում է անբարոյական է այս պայմաններում ընտրություններից առաջ քարոզարշավի նպատակով այսպիսի զորահանդես անցկացնել, երբ որ մեր ռազմագերիները բախվում են, երբ որ դու եւ այս զորահանդեսը այսպես բանալ ստանձնելու է մի մարդ, որը պարտվել է բանակում, պարտված ղեկավարը պետք է զորահանդես անցկացնի, դա դուք հələ մի հատ նայեք հələ դա էլեմենտար արժանապատվության խնդիր է, ոնց կարա դա մոտավորապես Հիտլերը 45 թվականին զորահանդես անցկացնել, դուք հասկանում եք դա ինչ է նշանակում, դա խայտարակություն է, դա մեր ժողովրդի խայտմեք ամբողջ աշխարհի ծաղում է, զարմացած է մեր վրա, որպես ազգ է զարմացած։ Ի վերջո մենք պետք է ամոթ, մենք պետք է հասկանանք, որ որպես ազգ պետք է փոխվենք, դա խայտարակություն է, մենք 15 թվականին չենք զոհվել, մեր պապերին չեն կոտորվել, այսպես պատճառով են կոտորվել, այս սրա պատճառով են կոտորվել, ոչ մեկին պետք չի մեղադրել ցեղասպանության մեջ, առաջին հերթին մեղավորը մենք ենք եղել, ոչ թուրքը, ոչ ռուսը, ոչ եվրոպացին, առաջին հերթին մենք ենք եղել մեղավորը, մեր մեջ պետք է մանգանք այս ամեն ինչը, նույն հիմա էլ մեր մեջ պետք է մանգանք, ոչ թե Թուրքի, ադրբեջանցու, ամերիկացու եւ ռուսի մեջ, շատ կարեւոր է որ մենք հասկանանք, եթե մենք նորմալ ազգի պես, եվրոպական ազգերի պես ազգ չդառնանք, մենք չենք կարող գոյատևենք այս տարածաշրջանում։ Բայց մենք հիմա նույնիսկ աֆրիկյան ազգերը արդեն գիտեն, ոնց ասեմ, կենթանական աշխարհն էլ է հասկանում, որ բնազդի անվտանգության բնազդ կա։ Մենք այդ կենթանական բնազդը չունենանք, մենք ով ենք ընդհանրապես։ Մենք ինչ իրավունք ունենք գոյատևելու։ Էս է խնդիրը դրած։ Եվ այսօր նաև ասած, ընդդիմությունը չի թողում, որ Ղարաբաղցիները, Ղարաբաղից տեղահանվածները հանդարտվեն, տնավորվեն Հայաստանում։ Խնդրեմ։ Լսեք, ես ո՞նց եմ կրկնում, անիմաստա գերեզմաններով զրկել, տներից զրկել, զավակներից զրկել, ամուսիններից զրկել, հայրենիքից զրկել, ասում եմ, որ դուք չեք թողում։ Տեսեք, ես նույնպես եմ կրկնում։ Ուրեմն բոլոր մասշտաբային ծրագրերը, որ այդ մարդկանց օգնություն տրամադրվի, իրանք սահմանափակում են։ Այսինքն տեսեք, հիմա կա արցախցիների խնդիր։ Այդ արցախցիների խնդիրը կա միջազգային ացաններում կա։ Եթե կա միջազգային ացանում այդ խնդիրը, ուրեմն կա նաև օգնության խնդիր։ Այդ պետությունը պետական մակարդակով այդ օգնության խնդիրը դնի, ապա արցախցիների խնդիրը իրենց կենսաղային խնդիրները ֆունդամենտալ կարելի է լուծել։ Բայց ինչի Հայաստանը չի դնում, որտեվ վախենում է Ադրբեջանի արձագանքից։ Ադրբեջանը ասում դուք դի չանես, այսինքն այս մարդը ձեռով ոտով կախված է Էրդողանից ու Ալիևից, ինքը վախենում է, որի արդյունքում փաստացի, տեսեք, այդ օգնության բանը, որ կարար լիներ, ասենք, եւ Արևմուտքից եւ Ռուսաստանից, հիմա պրակտիկորեն դադարել, շատ քիչ կամ չնչին բանը տալիս։ Շատ པարզ, որովհետեւ այս մարդը վախենում է միջազգային մակարդակով այս հնդիրը բարձրացնել եւ անամոթաբար փաստացի խոսում է այս թեմաների շուրջ։ Դա պրոստը ես ուղղակի ասելու բան չունեմ։ Սա ողբեցա սենս տիպի ղեկավար ուղղակի սենս էսի ես նույնիսկ իմ թշնամի երկրին ես չեմ ցանկանա որ սենց ղեկավարն է, որտեվ սա ծայրաստիճան սրիկայություն կունի իմ կողմից թշնամու, որտեվ այնուամենայնիվ ցանկացած ժողովուրդ անկախ նրանից այդ ժողովուրդը ինքը մեղավոր չի որ սենց բան անելու։ Ես նույնիսկ եմ կրկնում, շատերը ասում են որ չգիտեմ Թուրքիայը բան, բայց տեսեք օրինակ գերմանացի ժողովուրդը մեղավոր չի որ Հիտլեր ծնեց։ Գերմանացի ժողովուրդը ծնել է նաև ինչևէ ծնել էր Բախ, Բեթհովեն, Մոցարտ, Հենդել, Գյոթե ծնվել, բաներ ծնվել, այսինքն ինքը գերմանացիները խոմ ի ծնե այդպես չեն եղել։ Ժողովրդին էլիտան է տենց սարքում գազան կամ հումանիտար նորմալ ազգասարքում։
Գազան սարքեցին Հիտլերը բան։ Հիմա նույնը կարելի է թուրք ժողովրդի մասին։ Ես նույնից եմ կրկնում, ես այն թուրքը մնում է թուրք տերմինը չեմ ընդունում, որովհետև շատերը չգիտեն, որ 1915 թվականին ուրեմն այս Կովկասյան թուրքական բանակի գլխավոր հրամանատարը պատժել է մահապատիժ ընդհարկել այն մարդկանց, ովքեր որ ցեղասպանությանը մասնակցել են։ Ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք։ Դամատ Փաշայի մեղադրանքները, որ դուք լսեք Թուրքիայի ժամանակվա գլխավոր վեզիրի, որ թե ինքը ինչ մեղադրանքներ տվեց, դուք այսպիսի մեղադրանքներ լուրջ մագարտեք, մինչև հիմա մենք հայերս հələ չենք մանարել։ Այսինքն Թուրքիայի ժողովրդի մեջ եւ նահանգապետերի մեծ մասը մերժել է ցեղասպանությունը իրականացնել։ Ցեղասպանությունը իրականացնել այն ֆաշիստական բանդան, որ եկել է եւ ժողովրդի մեջ արտացել է ատելության բանը եւ որի վրա ինչպես որ նացիստական Գերմանիայում եղավ։ Այսինքն որպեսզի մենք կարողանանք ազատվենք դրանից, մենք իսկապես այդ ներքին ռեֆորմացիան պետք է լինի նաև թուրք ժողովրդի մեջ, ինչպես որ գերմանացի ժողովրդի մեջ եղավ։ Բայց դրա համար պետք է մենք ունենանք նորմալ պետություն, նորմալ ազգային պետություն, որը պինդ լինի, ուժեղ լինի, վերականգնի իր հարաբերությունները դաշնակիցների հետ եւ նորմալ հարաբերություններ հաստատի իր հարևանների հետ եւ երկար աշխատանքի արդյունքում մենք պետք է իսկապես հասնենք նրան, որ նաեւ իսկապես ինչպես որ Գերմանիայում, Թուրքիայում էլ հասնա միած սերունդ, որ այդ սերունդը իրան էլ շահավետ լինի, որ ինքը ազատվի այդ բեռից եւ իսկապես մենք նորմալ երկրներ դառնանք։ Ես հավատում եմ, որ դա ժամանակը գալու է, բայց ոչ այս տիպի խայտարակ գործիչների միջոցով դալինելու։ Այս տիպի խայտարակ գործիչները ուղղակի կործանման տանելու մեր ժողովրդին եւ նմանատիպ օրինակները կան, ինչպես որ Էլչիբեյը 90-ական թվականներին քիչ բնու կործաներ Ադրբեջանել։ Էլչիբեյը շատ նման էր Փաշինյանին, նույնիսկ արտաքինով էր նման իրաց Մուրուքով եւ ամեն ինչով։ Սա པարզ խնդիր է, մենք պետք է հասկանանք, պարզապես Էլչիբեյը 9 ամիս մնաց եւ 9 ամիսի վատություն տարեց իր ժողովրդին։ Մենք 8 տարի թողել ենք այս մարդուն իշխանության եւ 8 տարի մենք վնաս ենք տվել։ Սա է խնդիրը։